շարժուկով նախընտրական շրջանում իշխանություններին ավելի ձեռնտու է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավայրում և հրապարակային խոսք ունենա, թե լինի տնային կալանքում և սահմանափակված լինի հրապարակային խոսք։ Բարդ հարց եք տալիս, կարծում եմ դրա երևի հենց ուղիղ հասցեատերը հանդիսանում են իշխանությունները, քանի որ Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական վարույթը, այս քաղաքական հետապնդումը ուղիղ քաղաքական պատվերի արդյունք է, որի աղբյուրը 2025 թվականի հունիսի 17-ի Facebook-յան գրառումներն են, հրապարակային են, իդեպ ես որոշակի պարբերականությամբ ստուգում եմ, արդյոք դրանք առկա են թե ոչ, նույնությամբ առկա են։ Իդեպ եւ օրինակ հարց հնչեց միջազգային մի շարք գործընկերների հետ, նաև բարձրաստիճան, օրինակ իրենց հետ հանդիպումների ժամանակ, երբ ես պատմում էի, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը Սամվել Կարապետյանի վերաբերյալ նման ձևակերպումներ է օգտագործել, առաջին արձագանքը նա էր, որ իրենք չէին հավատում։ Երբ թարգմանությունը պատշաճ, այսպես ասած, փոխանցում էինք, նոր դրանից հետո հավատում էին։ Այդ աստիճան իրենց համար անհնարին էր թվում դա։ Նույնությամբ, օրինակ, անհնարին էր թվում, որ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության ղեկավարը կարող է պահանջել կաթողիկոսի հրաժարական։ Օրինակ, երբ այդ համեմատականը անցկացնում ենք, որ օրինակ Ֆրանսիայի նախագահ մի օր էլ վերկանա եւ Facebook-յան գրառում անի, որ Հռոմի Պապը Տիգրիկ հանգամանքներից։ Իրենք ժպտում էին, բայց երբ իրենց ներկայացնում էին, որ Հայաստանի Հանրապետությունում դա տեղի է ունենում, էլ չէին ժպտում։ Հիմա վերադառնալով բուն ձեր հարցին, իսկապես պատասխանը այնտեղից պետք է ստանալ։ Անկեղծորեն, այն որ Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքից, Սամվել Կարապետյանից ինքնին, կներեք այլ բառ չօգտագործեմ, արկա է վախ։ Ուրիշ բացատրություն չկա։ Դե պարզա պետք է երևի տենց արձագանք լինի, որ անձը եթե 6.5 ամիս լինում է կալանավորված նման պայմաններում եւ այդ աստիճան պատվով այդ ամենը տանում է, գիտակցելով, որ այդ ամենը իր նկատմամբ կարող է տեղի ունենալ, գնում է եւ կալանավորվում է այդ իմաստով, գիտակցելով է ապօրինության մասշտաբը, բոլորն էին դա գիտակցում, երևի առաջին արձագանքը դա պետք է լինի, բայց արդյոք դա ժողովրդավարական երևույթ է։ Հիմա այստեղ հարց է առաջանում, մեր գործընկերներ դա լավ ասել, հիմա մենք ժողովրդավարության բաստիոն ենք, թե ժողովրդավարության բաստիլ ենք։